Պարոն Բոզյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, թեմաները շատ են, որոնց հետ կապված կներկայացնեք նաև ձեր դիտարկումները եւ այսպես եվրոպացի լիդերները Հայաստանում են, գալու նպատակը ինչ հետևանքներ այս ամենը կունենա, համեցեք։ Նախ ներկայացնենք մեր հասարակությանը հանրապես ինչ միջոցառումներ են անցկացվում Հայաստանում, հա, հետո նոր արդեն անցնենք թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար։ Ուրեմն Հայաստանում 3 անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նստաշրջանը Հայաստանում, այսօր անցկացվում է ԵՄ Հայաստան գագաթնաժողովը, առաջինը Հայաստանում, որոնք տարբեր, այսպես ասած, միջոցառումներ են, սկսենք այդ առաջի միջոցառումից, ուրեմն Եվրոպական քաղաքական համայնք, ընդհանրապես մեր հասարակության մեջ Եվրոխորհրդարան, Եվրոնեստ, ՊԱՍԵ, Եվրոհանձնաժողով, բոլոր այդ կառույցները մի ձևով են ընկալվում, մարդիկ չեն տարբերում այդ կառույցները իրարից, մինչդեռ այդ կառույցները շատ տարբեր կառույցներ են, դրա համար էլ շատերը զարմանում են, թե ոնց կարա Եվրոխորհրդարանը, օրինակ խիստ քննադատի Ադրբեջանի կառավարությանը, իսկ Եվրոհանձնաժողովը փայլուն հարաբերություններ ունենա նույն կառավարության հետ։ Դա մոտավորապես նման այն բանին, որ երկրում կա գործադիր իշխանություն եւ օրենսդիր իշխանություն։ Օրինակ Հայաստանում կա կառավարություն եւ խորհրդարան։ Կառավարությունում մեկ քաղաքական ուժ է ղեկավարում, խորհրդարանում մի քանի քաղաքական ուժեր կան, այլ թվում ընդդիմադիր եւ նաեւ կարող են շատ հետաքրքիր եւ ժողովրդը հաճո հայտարարություններ հնչեն՝ ի տարբերություն, ասենք, օրինակ կառավարության։ Այդպես էլ Եվրոխորհրդարանում բազմաթիվ ռեզոլյուցիաներ կարող են ընդունվել, որը կարող է շատ դրական լինել հայ ժողովրդի համար, բայց Եվրոհանձնաժողովը միշտ վարելու է այնպիսի քաղաքականություն, որը իրենց այդ տարածաշրջանի շահերից է բխում։ Եվ նույնը կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Եվրոխորհրդարանում միշտ, այսպես ասած, հայամետ կամ հակաադրբեջանական բանաձևեր են առաջ գալիս, իսկ Եվրոհանձնաժողովը հիմնականում ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, որովհետև Եվրոպան պահանջ ունի գազի եւ նավթի, որը ստանում է Ադրբեջանից, որտեղ ինքը սանկցիաները կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ինքը այլընտրանքային էներգետիկայի խնդիր ունի, որպեսզի ստանա, եւ դրա համար Ադրբեջանը իր համար կարեւոր է դառնում, բայց Եվրոխորհրդարանը, քանի որ բարոյական մասն է գալիս, որպեսզի իրենք համարեն, որ իրենք հումանիստական կառույց են, բարոյական կառույց են, իրենք չեն ուզում այսպես ասած բացասականական։ Այսինքն, եթե կոպիտ ասենք, եվրոպացիները միշտ ուզում են համ հաճույք ստանան, համ կույս մնան։ Կույս մնալու խնդիրը Եվրոխորհրդարանն է լուծում, իսկ հաճույք ստանալը Եվրոհանձնաժողովը։ Եվ այդ իմաստով մեր հասարակության մեջ միշտ զարմանում են, թե ոնց կարա ստացի, որ Եվրոպան մի կողմ ձեռով sense բան կարանի, բայց ձախ ձեռով sense բան կարանի։ Հիմա, բայց երեկվա 8-րդ նստաշրջանը արդեն տարբերվում է մյուս կառույցներից, որտեղ Եվրոպական քաղաքական համայնք կառույցը դա նոր կառույց է, որը ստեղծվել է 2022 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկությամբ։ Այսինքն Մակրոնը, երբ որ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Մակրոնը փորձեց, այսպես ասած, այդ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Եվրոպայում փորձի ձևավորել մի հատ նոր կառույց սարքի, որտեղ բացի Եվրոմիության անդամ երկրներից ընդգրկվեն նաև այն երկրները, որոնք Եվրոմիության անդամ չեն, բայց Եվրոպայի, այսպես ասած, տիրում են լինում, ասենք, բալտյան բաները, այդ բալկանյան երկրները, կովկասյան երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն փաստացի այդ կառույցը հենց ի սկզբանե ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Եվ այդ կառույցը իր նստաշրջանները տարվա մեջ 2 նստաշրջան են ուզում անցկացնել։ Մեկը աշնանը անցկացնում են Եվրոմիության անդամ երկրներում, իսկ գարնանը անցկացնում են այն երկրներում, որոնք Եվրոմիության անդամ չեն։ Օրինակ 26 թվականին Հայաստանում անցկացրեցին, 27-ին Շվեյցարիայում, որը ԵՄ անդամ չէ, 28-ին պետք է անցկացվեն Ադրբեջանում, իսկ աշնանը միշտ պետք է Եվրոմիության անդամներում անցկացնել։ Այսինքն այս նստաշրջանը հերթական նստաշրջան էր, ինչու հենց Հայաստանում որոշեցին անցկացնել, շատ պարզ, որովհետև Մակրոնը փորձում է կոնսոլիդացնել այն քաղաքական վերնախավը Եվրոմիության մեջ, որոնք պոպուլյար չեն իրենց ժողովուրդների մեջ։ Մակրոնը պոպուլյար չէ Ֆրանսիայում, Մերցը Գերմանիայի կանցլերը պոպուլյար չէ Գերմանիայում, եւ իրանք փորձում են կոնսոլիդացնել իրար հետ, որպեսզի իրանց երկրներում փորձեն համատեղ դիմակայել մյուս ուժերին։ Նույնը կարելի ասել Փաշինյանի մասին, կարելի ասել Մակրոնը Ֆրանսիայի Փաշինյանն է կամ Փաշինյանը Հայաստանի Մակրոնն է, այսպես ձևակերպենք։ Հիմա իրանք անցկացնում են այս նշաշրջանը Հայաստանում, որպեսզի մեկ ամիս անց հունիսի 7-ին իրենք ֆորատան Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տատանվող զանգվածի մոտ որոշակի ֆորաստանա եւ ինքը
շանս ունենա վերընտրվելու։ Սա իրենց գլխավոր նպատակն է։ Այսինքն իրենց բոլոր նպատակները մի նպատակ ունեն, որպեսզի իրենց տիպի մարդկանց Մակրոնների, Մերցերի, Ստարմերներին, Փաշինյաններին, որոնք շատ իրար նման են, իրար բոլոր երկրներում աջակցեն, որտեղ իրենք զգում են, որ իրենց երկրներում իրենց վարկանիշներ կտրուկ անկումներ է ապրում եւ իրենք փորձում են դա անել։ Սա գլխավոր նպատակը սա էր։ Այսինքն ստեղ որ ասում են թե պատմական բան է, ոչ մի պատմական բան չկար։ Հայաստանը այս ստաշրջանից ոչինչ չի շահելու։ Առարկայական ոչի բան չի ստանալու Հայաստանը, եթե չասենք, որ բացասական կարող է ֆոնային բան ստեղծել եւ եթե հանգարց հունիսի 7-ին Աստված չանի Փաշինյանը կարողանալ վերարտադրվի, ապա մենք լուրջ մակարդակի պատժամիջոցների առաջ կարող ենք կանգնել Ռուսաստանի կողմից, որտեղ սա նույնիսկ ընդգծված հակառուսական կառույց է։ Եթե Եվրոխորհրդանը, Եմեն, Եվրոնեստը դրանք հակառուսական կառույցներ չեն, իրանք կառույցներ են Եվրոպայի համար ստեղծված, ապա եվրոպական քաղաքական համայն կառույցը, որը ստեղծված է Մակրոնի կողմից, կոնկրետ ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հենց հիմա Մակրոնի հայտարարությունը 20 թվականի պատերազմից հետո տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին։ Տեսեք, ուրեմն սա ես մի բան էլ ասեմ, որ Գեբելսը ծնվել է Գերմանիայում, Գեբելսը եղել է եվրոպացի։ Ես կարող եմ ասեմ, որ Գեբելսը շատ մեծ հետնորդներ ունի, որտեվ այն Գեբելսյան քարոշչա մեքենան, որ ստեղծվեց նացիստական Գերմանիայի ժամանակ եւ իբր թե ջախջախվեց նացիստական Գերմանիայի պարտությունից հետո, պարզվեց, որ ցավոք սրտի այդպես չէ։ Մակրոնը դա Գեբելսի, Հիտլերի աշակերտն է։ Սա միանշանակ իր խաբեությամբ, սուտով, բանով։ Տեսեք, ես մի քանի հիմնավորում ասեմ, որ դուք պատկերացնեք։ Մակրոնը 2022 թվականի մայիսին հիմնում է այս կառույցը Ռուսաստանի դեմ եւ հորդորում է, որ Փաշինյանը որպեսի մտնի այդ հակառուսական արշավի մեջ, կոմպրոմիսի գնա Ադրբեջանի հետ, որտեղ այդ ժամանակ Ղարաբաղում էր ռուսական զորքերը, որպեսզի ռուսական զորքերը դուրս գա, ինքը հորդորում էր, որ ինքը զոհաբերի Արցախը, որպեսզի հիմք չլինի, որ ռուսական զորքերը մնան այնտեղ։ Միաժամանակ, որպեսզի իր առաքելությունը գցի ռուսների վրա, համ հակառուսական արշավ սկսի, համ էլ Ղարաբաղը հանձնի եւ գցի ռուսների վրա։ Սա միայն նույն նացիստական Գերմանիայում են նման բաներ, երբ որ Ռեյստագը վառում էին, գցում էին կոմունիստների վրա։ Նույն բանը արել է այսօր անում այսօր Մակրոնը։ Մակրոնը եւ բանը եւ նման տիպի մարդիկ, Շարլ Միշելի նման մարդիկ, իրանք Ղարաբաղի հայաթափման, փաստացի կարելի ասել ցեղասպանության հիմնադիրներն են համարվում։ Սրանք քավորներն են համարվում։ Մակրոնի հենց ջանքերով էր, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում առաջին նստաշրջանի ժամանակ, այս նստաշրջանը, որ հիմա 8-րդն է, առաջինը հենց Պրահայում էր Մակրոնի առաքելությամբ էր եւ Մակրոնի ջանքերով էր, որ Նիկոլ Փաշինյանին ստիպեցին, հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի սեպտեմբերի ասում էր, որ ես ստորագրել եմ մի փաստաթուղթ, որից հետո ինձ անվանելու են դավաճան։ Այդ դավաճանական փաստաթղթի քավորը կնքահայրը հենց կոնկրետ Մակրոնն է եղել։ Մակրոնը Հայաստանի համար Թալյատ Փաշայի, Էնվեր Փաշայի, Ջեմալ Փաշայից ոչինչով չի տարբերվում։ Ասեմ ձեզ, որ Մակրոնի մենք պետք է չիդենտիֆիկացնենք, չնույնացնենք Ֆրանսիայի ժողովրդի հետ, որտեղ Ֆրանսիայի ժողովուրդը մեր համար բարեկամ ժողովուրդ է, մենք պատմականորեն Ֆրանսիայի ժողովրդի հետ միշտ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել, մենք հիշում ենք, որ մեծ հայեր Ֆրանսիան մեծ հայ մարդկանց մեծարեց, մենք այնտեղ ունենք Շարլ Ազնավուր, մենք ունենք Սիլվի Վարդան, մենք ունենք Միշել Լեգրան, Ջորկաև ունենք, Միսակ Մանուշյան ունենք եւ բազմաթիվ հայեր մեծ դեր են կատարել ֆրանսիական պատմության մեջ եւ Ֆրանսիան էլ միշտ եղել է մեր համար բարեկամական երկիր, բայց ցավոք սրտի ինչպես որ Փաշինյանը դավաճանական ֆունկցիա է կատարում Հայաստանում, այնպես էլ Մակրոնը նույն դավաճանական ֆունկցիան կատարում է ֆրանսիական ժողովրդի համար։ Նույն Մակրոնի կառավարման ժամանակ արգելի ժողովուրդ Ֆրանսիան կորցնեց իր ազդեցությունը մի շարք աֆրիկյան երկրներում։ Այդ երկրները մի մասը անցան Ռուսաստանի տակ, մի մասը անցան Չինաստանի տակ, նույնիսկ Թուրքիան գրավեց այդ երկրներից մեկը, որովհետև Մակրոնի նման խամաճիկային գործիչները հենց այդ ավանտյուրիստական գործիչներն են, որ բերում են Ֆրանսիայի միայն կորուստների, բայց այդ կորուստները ավտոմատ իրենց քաղաքական արդյունքում իրենք աջակցում են նենց մարդկանց, Փաշինյանի նման մարդկանց, որի արդյունքում մենք էլ ենք այդ կորուստները ունենում։ Դրա համար Մակրոնն ու Փաշինյանը իրար այդ նույն այդ զույգը ոչինչով չեն տարբերվում եւ նրանք կապ չունեն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների հետ։ Սա է խնդիրը։ Այսինքն հստակ է մեր տարածաշրջանում Մակրոնի վրա է, այսպես ասած, հա, դրանց Արցախի հարցը լուծեցին, հիմա Հայաստանի հարցը
Տեսեք, ուրեմն ընդհանրապես այդ մեծ արևմուտք կոչեցյալը ինքը աշխատանքի բաժանում է արել։ Մեծ Բրիտանիային դրել է, որ ինքը խավոր կանգնի Թուրքիային եւ Ադրբեջանին, իսկ Մակրոնին դրել է խավոր կանգնի Հունաստանին եւ Հայաստանի վրա։ Այսինքն այսպես արհեստական ձախ ձեռով պետք է Մեծ Բրիտանիան շահե պաշտպանի Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, իսկ աջ ձեռով պետք է բանը Ֆրանսիան պաշտպանի իբր Հայաստանի եւ Հունաստանի շահերը։ Սա դերաբաժանում է, իրականում իրանք մեկ ավելի գլոբալ խնդիր ունեն, իսկ գլոբալ խնդիրը Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ այսպես արշավ տանելն է։ Պատմականորեն Եվրոպան միշտ այդպիսի արշավներ տանել, Նապոլեոնի արշավներ կան, Հիտլերի ժամանակ այդ արշավ եղավ, բայց եւ Նապոլեոնը պարտվեց, եւ Հիտլերը պարտվեց։ Եվ Մակրոնը իրեն ուզում է հրճակել 21-րդ դարի նոր Նապոլեոն, բայց իր ոտներու դերքերը ջարդվելու է, բայց դրանից տուժվելու են առաջին հերթին Հայաստանը եւ Ֆրանսիան։ Հայաստանի առաջին մասը տուժվեց Արցախը, հենց անձամբ Մակրոնի պատճառով։ Մակրոնը տխրահարճակ 22 թվականի հոկտեմբերի 6-ի Նիկոլ Փաշինյանի որոշման կնքահայրն է եւ ինքը ուղիղ պատասխանատվություն է կրում Արցախի հայաթափման համար եւ հայ ժողովրդի մեջ դաջված է արդեն հայ ժողովուրդը հիշելու է Մակրոնին նույն ձև ինչպես որ հիշում է Թալատ Փաշային, Ջեմալ Փաշային եւ Էնվեր Փաշային եւ բոլորը պետք է իմանան Մակրոնի հետ նույն ձևի պետք է հիշվի նաեւ Շարլ Միշելը որտեվ Մակրոնն ու Շարլ Միշելները կգնան պատմության գիրկը բայց մենք հիշելու ենք ինչպես որ Թալատ Փաշան չկա, Էնվեր Փաշան չկա նույնը Մակրոնը չի լինելու բայց մենք պետք է իմանանք որ արցախցիներին, ղարաբաղցիներին հայաթափման կնքահայրը կոնկրետ եղել է Շարլ Միշելն ու Էմանուել Մակրոնը նպատակը հետապնդել են որպեսզի չկա Ղարաբաղ, ուրեմն չկա ռուսական զորք, այսինքն իրենք Ռուսաստանի դեմ քայլ պետք է անեին եւ բայց ձեռի հետ միասին պետք է վարկաբեկեին, որի գցեին այդ ամենը ռուսների վրա ինչ որ հիմա կատարում են։ Այսպիսի սրիկայություն, այսպիսի աննկարագրելի անբարոյականություն, նույնպես եմ կրկնում, դա նորություն չէ, որտեղ այդ անբարոյականության այսպես ստսբակները եղել է նացիստական Գերմանիայի ռոպագանդայի նախարար Գեբելսը եւ Գեբելսի հետո Գեբելսի հիմա նախանձից Գեբելսի ոսկորները շուռ են գալիս իր գերեզմանում տեսնելով թե ինքը ինչ աշակերտներ է ստացել իդեմս Մակրոնի սա է խնդիրը Գանք մյուս հարցին Զելենսկին եւս խնդրեմ Ես մի բան էլ ասեմ ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ուզում եմ հիշեցնեմ ընդհանուր առմամբ կար մի ֆրանսիացի լավ գրող Գի դե Մոպասան որը ունի մի շատ լավ աշխատություն, որը անունը Պիշկա է։ Պիշկան դա ես ուղղակի հիշեցնեմ ձեզ մի աշխատություն է, որը մոտավորապես 1870 թվականի ռուս-գերմանական պատերազմի հակամարտության ժամանակ մի գնացքով ֆրանսիական մի գնացք ճանապարհ է գնում եւ սահմանապան գերմանացի սահմանապան կանգնացնում է այդ գնացքը եւ թույլ չի տալիս որ այդ բանը գնա մի պահանջ է ունենում ուրեմն բանն այն է որ այդ գնացքի մեջ կան իբր թե բարձրաշխարհիկ ներկայացուցիչներ եւ կա մի ցածր բարոյական ունեցող մի կին Չաղլիկ կին որի հենց գլխավոր հերոսն է այդ Գի դե Մոպասանի այդ աշխատանքի դա որը Պիշկան է այդ Պիշկան անվանում են հենց այդ դրա համար ինքը Չաղլիկ կին է որը ցածր բարոյական ունեցող կին է եւ այդ բանը գերմանացի սահմանապան ասում է ես թույլ կտամ որ գնաց կգնա եթե այդ Պիշկան ինձ բավարարի որպես տղամարդու Պիշկանը քանի որ ֆրանսուհի ասում է որ ես ճիշտ է իմ զբաղմունքը սա է բայց ես իմ թշնամի երկրի ներկայացուցիչների հետ որևէ հարաբերություն չեմ կարող ունենալ որտեղ սա իմ հայնասիրության հակասում է եւ դիմադրում է դրանին եւ այդ բարձրաշխարհիկ ներկայացուցիչները որոնք շատ արհամարհակով էին վերաբերում Պիշկային տեսնելով որ տարբերակ չկա գնացքը չի կարող շարժվել առաջ խնդրում են աղաչում են ոտներն են ընկնում ասում են Պիշկա ջան խնդրում ենք բավարար ես սահմանապային որպեսի մենք կարան գնանք դու ես մեր ճակատագրի բանը ապագան դու եթե դու չլնես մենք չենք գնացքը առաջ չի կարող գնալ եւ Պիշկան տուրք տալով բավարարում է այդ գերմանացի սահմանապային եւ գնում են եւ բանը գնացքը որ անցնում է դրանից հետո արդեն այդ նույն իբր բարձրաշխարհիկ այդ մարդիկ որոնք հոգով անբարոյականներ էին սկսում են արհամարհական վերաբերվել այդ Պիշկային ասում են դե բնականաբար իր բնական գործը պետք է արեց լավ արեց բայց ինքը ցածր սորտի մարդ էր հիմա Մակրոնը եւ Մակրոնների նման այդ եվրոպական վերնախավը Հայաստանին, Վրաստանին այդ երկրներին դիտարկում են Պիշկայի դերում իրանց համար մենք Պիշկա ենք իսկ Նիկոլ Փաշինյանը գործիք է մեր երկիրը Պիշկա դարձնելու համար ինչպես որ Սաակաշվիլին գործիք էր Վրաստանում իրենց երկիրը Պիշկա սարքելու համար հիմա հարգելի ժողովուրդ դուք պետք է որոշում կայացնեք հունիսի 7-ին
Դուք ուզում եք, որ Հայաստանը իրենց մանրադրամը դառնա պիշկա, մոպասանի այդ հերոսի պիշկան դառնա թե ոչ։ Սա դուք պետք է որոշեք հունիսի 7-ին։ Եթե դուք հունիսի 7-ին որոշեցիք, որ դուք ուզում եք մանրադրամ դառնալ, ապա Հայաստանը կունենա այն ճակատագիրը, ինչպես որ ունեցավ Արցախը, որտեղ Մակրոնը իր գլխավոր նպատակը Հայաստանը Արցախը չէ, իր գլխավոր նպատակը Ռուսաստանի հետ հակադրվելն է, նոր Նապոլեոն դառնալն է, որտեղ այդ նոր Նապոլեոն ծրագրի մեջ Հայաստանը Արցախը, Վրաստանը պետք է մանրադրամ դառնան։ Սա է խնդիրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մանրադրամ չդառնան, որտեղ այդ սրիկան 27 թվականին չի լինելու արդեն, այնտեղ ուրիշ ուժեր են գալու։ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կբարելավեն, բայց մենք արդեն կորցրել ենք Արցախը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ գոնե չկորցնենք Հայաստանը։ Սա է խնդիրը։ Գանք մյուս մեջբերում անեմ եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Զելենսկին եւս Հայաստանում էր, Զելենսկու հայտարարությունները ստեյության խոսել բացառապես Ռուսաստանի դեմ իր հայտարարությունները, այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, ընդլայնել պատերազմը թե անցում կատարել դիվանագիտության։ Մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն։ Ես կխնդրեմ անդրադառնալ Զելենսկու գալուն, Զելենսկու հայտարարություններին եւ այս մասը։ Տեսեք, ես ընդհանուր առմամբ չեմ ուզում շատ լուրջ շեշտադրում անել, որտեվ Զելենսկիի պայքարը Ռուսաստանի հետ է, Զելենսկին ամենտեղ հարթակ է գտնում, որպեսզի Ռուսաստանի դեմ աշխատի, ռուս-ուկրաինական պատերազմը իր տրամաբանությունը ունի, իր ավարտի եւ կամ շարունակության տրամաբանությունը ունի, ստեղ ես կարծում եմ, որ մենք չարժե որ մենք միջամտենք այս ամեն ինչ, մենք պարզապես մենք պետքա ամեն ինչ անենք, որպեսզի հարթակ չդառնանք այդ պատերազմի համար, այսինքն մենք հիմա Փաշինյանի ջանքերով հերթական հարթակը դարձրեցինք, բայց ես մենք պետք է ամեն ինչ անենք, որ զերծ մնանք։ Իհարկե Զելենսկիի այս հայտարարությունները Երևանից դրական չի վերաբերվելու Մոսկվայի կողմից։ Դա շատ վատ, այսպես ասած, բան է, որ մենք այդ հարթակը դարձրել ենք։ Բայց ես նույնպես եմ կրկնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չդարձնենք երկիրը հակամարտության գոտի Արևմուտքի եւ Ռուսաստանի համար։ Մենք պետք է համադրության գոտի սարքենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի 8 տարվա քաղաքականությունը հենց այդպիսի գոտի դարձնելն է։ Ես ասում եմ, որ նոր ապագա իշխանությունը, ապագա Հայաստանի իշխանությունը պետք է ունենա մի նոր առաքելություն, որպեսզի ապագա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի եւ ընդհանրապես եվրոպական երկրների հարաբերությունները մաքսիմալ փորձի կամրջի դեր կատարել նորմալացնելու համար, ինչպես որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահան մեծ դեր կատարեց, որպեսզի Էրդողանի եւ Պուտինի հարաբերությունները բարելավի։ Տեսեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան Արևմտյան ակումբի անդամ է, բայց Թուրքիայի դիրքորոշումը փոքր-ինչ տարբերվում է, այդ թվում նաեւ այն բանի պատճառով, որ Ադրբեջանի նախագահան իր մեծ դերը կատարել է։ Ադրբեջանը իր անձնական, իր երկրի շահերի համար ճիշտ քաղաքականություն է տանում եւ փաստացի ինքը դերակատարում է վերցել, որ Թուրքիա եւ Ռուսաստանի հարաբերությունները մաքսիմալ մոտեցնել։ Հիմա ապագա Հայաստանի իշխանության դերը այդպեսին պետք է լինի, որ մենք էլ կարողանանք մեր բարեկամ երկրների հարաբերությունները մաքսիմալ մոտեցնել, որովհետեւ դրանից է դա բխում է մեր ազգային շահերից։ Փաշինյանը ճիշտ ինքը պարակտիչ, այդ մարդը հոգեբանական ծանր մարդ է, իր ամբողջ կյանքը ինքը ատելությամբ է ապրել, ատելությամբ է զարգացել, մեծացել, բանարել, ինքը ատելությամբ թուն ու թարախով է ապրել իր ամբողջ կարիերայի ժամանակ, լինելով լրագրող, լինելով քաղաքական գործիչ, ինքը ատելությամբ ապրել է մինչև 18 թվականի այդ ատելության ամբողջ մաղձը եկավ լցրեց մեր ժողովրդի վրա եւ 8 տարվա մեջ ինքը մենակ ատելությամբ, սև սպիտակ, ատելություն եւ այդ ատելությունը տեղափոխվում է նաեւ միջազգային հարթակ։ Իր ատելության պատճառով մենք դարձանք թիրախ, մենք կորցրեցինք Արցախը եւ եթե այս մարդուն մենք նորից շարունակենք, այս ատող մարդուն նորից ընտրենք հունիսի 7-ին, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Սա է կախված։ Այսինքն մենք այս տարական բանը պետք է հասկանանք։ Այս տարական բանը դժվար չի հասկանալ, հարգելի ժողովուրդ։ Դա շատ պարզ խնդիր է։ Եթե մենք այդքան բանը չենք հասկանալու, վաղը որ մենք կոտորվենք կամ ցեղասպանվենք, դե գլխավոր եւ միակ մեղավորը մենք ենք ընտրելու, ել ոչ մեկ մեղավոր չի լինելու։ Զելենսկու այցի հետ կապված ուղիղ մեջբերում անեմ։ Երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց սովորական հիանալի եւ հզոր անգլերենով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի անտեղյակներին անգլերենով խոսելու հնարավորություն տան։ Այսպեսին է Մեդվեդևի մեկնաբանությունը Զելենսկի-Փաշինյան խոսությանը։ Հանրապես Զելենսկուն եւ Փաշինյանին բոլոր երկրներում էլ դիտարկում են որպես մանրադրամ։ Բայց քանի որ մանրադրամները պետքա խաղի կանոնով շարժվեն, իրանք բնականաբար պետքա կամերան առաջ պետքա անգլերեն խոսեն, տակից կարող են ուրիշ լեզվով խոսեն, բայց հրապարակային պետք է անգլերեն խոսեն, որտեվ
ծառայությունը պետք է անգլերեն մակարդակի լինի։ Գիտեք, այդ քծնող բնակալեզները ես լավ հիշում եմ նույն խորհրդային միության ժամանակ, երբ որ կոմսոմոլի ժողովուրդներ էին լինում, բան էին լինում, այդ քծնողները կային, որ մստում էին, խոսում էին, ասենք ռուսերեն գեղեցիկ լեզվով խոսում էին, որպեսզի լավ քծնեին իրենց ղեկավարներին ցույց տային բան։ Հիմա այն ժամանակվա այդ ռուսական քծնանքը հիմա վերածվել է արևմտյան քծնանքի։ Այդ արևմտյան քծնանքը իր տեսակով շատ ավելի տհաճ ու զզվելի է, քան նախկին ռուսական քծնանքը, որտեղ նախկինում այդ ռուսական քծնանքի արդեն շատերը չէին հավատում, իսկ հիմա այդ արևմտյան փոշին շատերին դուր է գալիս։ Եվ այդ իմաստով մենք պետքա վերջապես դուրս գանք այդ բանը բարդույթավորված կոմպլեքսից եւ դառնանք իսկապես լիարժեք մարդ, որտեղ լիարժեք մարդիկ, լիարժեք քաղաքացիներին, լիարժեք երկրներին հարգում են այն երկրներին, որոնք ունեն արժանապատվություն, ողնաշար, մարդկային արժանապատվությունն ու ազգի արժանապատվությունը դա նույն տիրույթում է, ինչպես որ անարժանապատիվ մարդուն չեն հարգում, այդպես էլ անարժանապատիվ ազգին չեն հարգում։ Սա է խնդիրը։ Դե նույնպես եմ կրկնում, այն ինչ որ ասում է Մեդվեդևը, իրականում կուլիսներում բոլորն են դա ասում։ Ընդ որում ոչ միայն ռուսներն են ասում, նաև եվրոպական շատ երկրներն են ասում, եվրոպական շատ երկրներում նույն գնահատականն են տալիս։ Նույն Տրամպը, երբ որ ինքը արհամարական, ինքը Տրամպը համատում է Զելենսկին Օստապ Բենդերետ, ամերիկյան Օստապ Բենդերետ է համատում, ասում են փայլուն առևտրական է։ Նույնը ինքը մտածում է Փաշինյանի մասին, բայց հրապարակապ չի ասում, որտեվ իրեն շահավետ է, որ Տրամպի կամուրջը սարքի։ Իրականում Փաշինյանն ու Զելենսկին դարձել են միջազգային մակարդակի Գի Մոպասանի հերոսի պիշկաներ։ Սա ամենամեծ ողբերգությունն է մեր եւ ուկրաինացի ժողովրդի համար։ Սա է խնդիրը։ Այսինքն մենք պատկերացնում ենք, որ ինչ ավելի սարսափելի ձևով է որակում, հա, Փաշինյանին։ Ո՞նց եմ կրկնում, դուք ուղղակի չեք լսել, թե ինչ գնահատակ, ինչ մագնիներով են ներկայացնում Փաշինյանին կուլիսներում, հրապարակներում, ոչ հրապարակային մակարդակով, եւ ամերիկացիները, եւ ռուսները, եւ եվրոպացիները։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, մենակ ռուսների մասին չի խոսքը։ Այն ինչ որ հիմա անվանում է Տրամպը Զելենսկին որպես ավանտյուրիստ, որպես պարտվող, որպես Օստապ Բենդեր, նույնը ասում է Փաշինյանի մասին, բայց կուլիսներում, տակից, ոչ հրապարակային։ Ավելին կարան բոլոր փորձագետները ծաղրում են եւ ասում են զարմանում ենք մենք ոնց կարա հայ ժողովուրդը, որը երկար պատմություն ունեցել, 2500 տարի պատմություն, Տիգրան մեծ ունեցել, չգիտեմ, Վարդան Մամիկոնյան եւ այլն, ցեղասպանությունով սաղ բոլորին պահանջեց, որպեսի ճանաչեն բան, Ղարաբաղյան խնդիրը բարձրացեցին բան եւ հիմա բերեն ես մի մարդուն երկրորդ անգամ վերընտրեցին 21 թվականին, հիմա էլ հարց է գալիս իրան կընտրեն կամ չընտրեն։ Դա խայտարակությունն է, ժողովուրդ։ Մենք բոլորս ազգովի խայտարակվել ենք եւ խայտարակվել ենք այն քաղաքացիների պատճառով, որոնք չունեն մարդկային արժանապատվություն, իրանք անարժանապատիվ մարդիկ են եւ իրանք կոչվում են Փաշինյանի, այսպես ասած, բան, ընտրողներ։ Այդ մարդիկ, ես նույնպես եմ ասում, ով որ Փաշինյանին ընտրում են, այդ մարդիկ արժանապատվություն չունեցող մարդիկ են։ Իսկ արժանապատվություն չունեցող մարդիկ, դա սարսափելի բան է։ Ամենավատ բանը, ամենավտանգավոր բանը դա է։ Սա նույնպես եմ կրկնում, արժանապատիվ չունեցող մարդը չի կարող ապագա ունենա, ոչ մի պարագայում։ Կարող է կարճաժամկետ ինքը շահ ունենա, կարող է ինչ-որ շահի բան, բայց երկարաժամկետ մակարդակով, գիտեք, կյանքը մի անգամ է, մարդը մի անգամ է ապրում։ Հետո որ գնում է բան, ինքը կամ պետք է դժոխքի մեջ լինի, կամ դրախտի մեջ։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք բոլորս հասկանանք։ Ուրեմն Մաքս Վեբերը իր հայտնի աշխատության մեջ գրում էր, որ անգլոսաքսոնական բանի հավատքի սիմվոլի մեջ կար մի հասկացողություն, ինքը ասում է մարդիկ բաժանում են երկու մասի՝ մարդկանց եւ մարդկային կերպ ունեցող անասունների։ Մարդը ասում է մեկը մարդ է, մյուսը մարդկային դեմք ունեցող անասուն։ Ասում է, բայց ո՞նց իմանանք այդ մարդը անասուն է թե մարդ է, ասում է ճակատի վրա գրած է, ճակատագիր։ Ճակատագիր նշանակում է ըստ անգլոսաքսոնական կոնցեպտի, որ մարդու ճակատի վրա գրած է, ինքը իրականում ծնվել է որպես անասուն թե մարդ։ Եթե մարդը, այսինքն ունի քաղաքացիական գիտակցություն, այդ մարդը մարդ է, եթե մարդը անասուն է, այսինքն չունի քաղաքացիական գիտակցություն, ինքը անասուն է, որտեղ հիմա ես չեմ կարող կովին, ոչխարին, հավին պահանջեմ, որ իրանք գնան ընտրեն, որտեղ իրանք ընտրական իրանք չունեն։ Ավելին, իրանք չեն գիտակցում, թե որ իրանք ընտրությունը այս կամ այն գործի, իրանք ինչ կլինի, թե ոչխարներին, որ տանում են, ասենք, արածելու սար, ոչխարները ինտուիտիվ հասկանում են, որ եթե մի անգամ գայլ եկել է իրանք բանը արել, կերել է ինչ-որ մարդին, մյուսները կվախենան տան գնան տեղ, բայց նույնիսկ ոչխարը բնազդում ունի։ Բայց մեծ հաշվով ցավոք սրտի եմ ասում, կենթանական աշխարհում բանականություն չկա, մարդը կենթանական աշխարհի մարդ էակա մի բանով է տարբերում, բանականությամբ։ Բանականությունը տարանջատում է մարդուն կենթանական աշխարհից։ Հիմա եթե մենք
չհասկանանք, որ ըստ էության հունիսի 7-ին չի դրած քաղաքական ընտրություն, դրած է ոչնչանալու եւ չոչնչանալու ընտրություն, մեռնելու եւ չմեռնելու ընտրություն, չկա լավի ու վատի ընտրություն, կարող է լավ գործիչներ կան, տեխնացուներ չկան, բայց կա մեռնելու, ոչնչանալու եւ գոյատևելու ընտրություն, սա է գլխավոր խնդիրը։ Ես կուզեմ նաև անդրադառնալ Ալիևի հոխորտանքներին, հա, միանում են տեսակապով ուղիղ եթերում մարդը հաթաթա է տալիս բոլորին, այսպես ասենք, հա, այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե Փաշինյանը վրաս ասաց, որ սպասում է Ադրբեջան գնալու։ Տեսեք, ուրեմն դա էլ այս արձագանքը ցույց է տալիս, որ մեր քաղաքական, մեր հանրությունը լավ չի հասկանում ընդհանրապես եվրոպական կառույցների նշանակությունն ու բովանդակությունը։ Ալիևը մեղադրում է Եվրոխորհրդարանին։ Ուրեմն այս եվրոպական քաղաքական համայնքը ինքը ոչ թե ներկայացական համայնք է, այլ կառավարող ուժերի համայնք, այսինքն այս Մակրոնը հավաքել է իր շուրջ ոչ թե Եվրոխորհրդարանում անցած եվրոպական հանրության շահերը ներկայացնող մարդկանց, այլ այն մարդկանց, ովքեր որ կառավարում են այդ երկրները։ Այսինքն, եթե Եվրոխորհրդարանում անցնում են ուժեր, որոնք նորմալ ուժեր են, բարոյական խնդիրներ են դնում, օրինակ ասենք Հայաստանի պարլամենտում էլ կան, բացի ԿՊ-ից կան նաև ուժեր, որոնք ընդդիմադիր ուժեր են, նորմալ խնդիրներ են դնում, որը տրամաբանական է, ամբել Ֆրանսիայում էլ կան նորմալ ուժեր, սրիկա ուժեր եւ նորմալ ուժեր կան, նորմալ ուժեր են, նույնը կարելի ասել այլ երկրներում, հա, եւ ուրեմն Եվրոխորհրդարանում դա իրանից ներկայացնում է քաղաքական սպեկտր, որտեղ եւ նորմալ ուժեր կան, եւ աննորմալ ուժեր կան, եւ սրիկաներ կան, եւ բարոյական ուժեր կան, եւ այլն։ Մակրոնը հավաքել է այս եվրոպական քաղաքական համայնքում բացառապես կառավարող ուժերին, որի մեծ մասը դա սրիկաներ են։ Այսինքն սա է խնդիրը։ Հիմա քանի որ Եվրոխորհրդարանում կան նաև նորմալ ուժեր, քանի որ այդ նորմալ ուժերը ներկայացել են ռեզոլյուցիա, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է եկեղեցիների ոչնչացումը, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն վերադառնալու իր պատմական հայրենիք, որտեղ դա նորմալ ուժերը ներկայացել են, սրիկաները ռիսկ չեն արել դրա դեմ դուրս գան, հա, եւ Ալիևը դատապարտում է Եվրոխորհրդարանին եւ ըմբռնում է անկալվում Եվրոհանձնաժողովի կողմից եւ այսօրվա համայնքի կողմից, այսինքն այսօրվա համայնքը Եվրոխորհրդանից շատ քիչ կապ ունի։ Ես ուզում եմ մեր հասարակությունը հասկանա, որտեղ մեր հասարակության մեջ Եվրոհանձնաժողովը, Եվրոնեստը, Եվրոխորհրդարանը եւ եվրոպական համայնքը չեն տարբերում։ Այդ բոլոր կառույցները դրանք տարբեր կառույցներ են, բայց քանի որ մեր քաղաքական վերնախավը չի ներկայացել մեր ժողովրդին, թե ով ինչ է, մարդիկ չգիտեն, դրա համար Ալիևի հոխորտանքները մարդիկ զարմանում են, բայց պետք չի զարմանալ, որտեվ Ալիևը ինքը իր ազգային շահերը պաշտպանելով քննադատում է Եվրոխորհրդարանին եւ ուրախությամբ գովաբանում է Եվրոհանձնաժողովի գործունեությունը, որովհետեւ Եվրոպան, Եվրոխորհրդարանում դատապարտում է, դատապետում է Ադրբեջանին եւ իսկ Եվրոհանձնաժողովի միջոցով գազ ու նավթ է գնում եւ նոր համաձայնագրեր է կնքում Ադրբեջանի կառավարության հետ։ Սա է խնդիրը։ Այդուհանդերձ, այս ամեն ինչի մեջ ներինք նորից անդրադարձավ Արցախյան շարժմանը, մեր Արցախի սեպարատիստներ որակեց է սահմանը ինչ դրսևորում է Ալիևի։ Սա նույնպես եմ կրկնում, ուրեմն այս տիպի հարթակներում ամեն երկիր փորձում է իրանց ազգային շահը պաշտպանել։ Եվ դա տրամաբանական է, Ադրբեջանը փորձում է իրանց ազգային շահը պաշտպանել, եւ բոլոր փոքր երկրները փորձում են իրանց ազգային շահը պաշտպանել։ Վրաստանն էլ եկել է իրանց ազգային շահն է պաշտպանում։ Բացի Հայաստանից բոլոր փոքր ժողովուրդները, փոքր երկրները իրանց ազգային շահն են պաշտպանում։ Միակ երկիրը, որը իր ազգային շահերը թողած, մենակ այս մարդը իր անձնական շահերով է բանանում, դա Հայաստանն է, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նույնիսկ եմ ասում, մենք եզակի երկրներից ենք, որտեղ ունենք մի ղեկավար, որը իր ազգային շահերը մի կողմ թողած, իր անձնական շահերով է շարժում, իր համար պետք է այս ամբողջ աղմուկը մի հատ նկար լինի, որ այդ նկարով ինքը կարողանա ներկայանալ, որ տես ամբողջ աշխարհը ինձ պաշտպանում է։ Իրականում ամբողջ աշխարհը չի։ Դա եվրոպական այսօրվա վերնախավի թերմացքն է, որը պաշտպանում է Իրան, որը շատ հասկանալի է, թե ինչա պաշտպանում։ Սա է խնդիրը։ Ես ուզում նաև Բելարուսի կոշտ արձագանքին անդրադառնալ, այսպես ասենք, հա, Ալեն Սիմոնյանը խոսել էր, բա մեկ ինքնիշխան են քրեշկություն են տեսնեն, ըստ էության Բելարուսի ինքնիշխան պետությունն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Հպարտենք այս համագործակցությամբ եւ թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ դասեր տա։ Սա ուղիղ պատասխան է նաև Ալեն Սիմոնյանին Բելարուսի բացմակարգով։ Խնդրեմ այս մասը։ Ես ասում եմ ձեզ։ Եվ ինչ ինքնիշխանության մասին է խոսում, եւ մեր ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները նստած են։ Տեսեք, ես մի հատ բան ասեմ, եթե
խորհրդային Հայաստանը, որ պետություն չէր, ինքնուրույն պետություն չէր, ռիսկ էր անում Արարատի լեռան նկարը դներ իր երբին, իսկ այսօրվա նիկոլական, փաշինյանական Հայաստանում փաստացի մարդիկ վախենում են օգտագործել Արարատ սարը, դրանից հետո խոսել ինքնիշխանության մասին ավելնորդը։ Ես նույնպես եմ կրկնում, այն խայտարակությունը, այն իշխանության, այն սուվերենության ցածր մակարդակը, որ ունի Հայաստանը, վերջին 30 տարվա մեջ չի եղել։ 30 տարվա մեջ մենք տարբեր փոքր երկրները միշտ կախված են լինում տարբեր երկրներից։ Դա բնական վիճակ է, այսինքն չկա բացարձակ անկախ երկիր։ Ռումինիան բացարձակ անկախ երկիր չի, Սլովենիան կամ Սլովակիան անկախ երկրներ չեն, Չեխիան, ամեն երկրները ինչ որ հարաբերությունների մեջ են, հա, բայց այսպիսի խայտարակ վիճակ, երբ որ դու պետք է կարողանաս բնակալազություն անես, գտնես քո ողքերին թշնամուն, այսպիսի բան պատմության մեջ աշխարհը չի տեսել։ Դա մոտավորապես նման այն բանի, որ ասենք Հիտլերը սկսեր գովաբանել Ստալինին կամ հակառակը պատերազմից հետո, դուք հասկանում եք ինչ է, կամ Մուսոլինին ասել, որ այսինքն լուսապայծառ բանը կարմիր բանակինքը չի տեսել, հասկանում եք, կամ Գեբելսը ասել, որ ես կեցե կոմունիզմը, ես ուղղակի ապշած եմ, սա այս ազգի ամենամեծ խայտարակությունը կայանում է այն բանի մեջ, որ փաստացի Փաշինյանը, որը մինչև 20 թվականը իրեն համարյա Սասունցի Դավիթի կերպարով էր հանդես բերում, ինքը Վարդան Մամիկոնյան էր ուզում դառնալ, ինքը հիմա դառել է թիվ 1 բանը PR-ի աշխատողը Ալիևի եւ Էրդողանի մոտ։ Դա խայտարակ, սա նույնպես եմ կնում, սա ամենամեծ խայտարակությունն է մեր ժողովրդի, որից հենց մենք երկար ժամանակ պետք է մաքրվենք հունիսի 7-ից հետո, նույնիսկ եթե մենք փոխենք իշխանությունը, որտեղ ամբողջ աշխարհը հասկացա, որ այս ժողովուրդը օրինաչափ է, որ ցեղասպանվել է 15 թվականին։ Եթե մինչև այդ մարդիկ ցավակցում էին մեր ժողովրդին 15 թվականի ցեղասպան, հիմա արդեն ասում եմ մենք հասկանում ենք թե ինչից կատարվեց այդ ցեղասպանությունը։ Լրիվ հասկանում ենք արդեն։ Ոչ մեկ արդեն չի ցավակցում, որտեղ բոլորը հասկանում են, որ այս տիպի ժողովուրդը չէր կարող 15 թվականի ցեղասպանություն չլիներ։ Սա միանշանակ եմ ասում։ Այսինքն սա մեր ամենամեծ ամոթն է, այս ամոթի տակից մենք հələ երկար պետք է դուրս գանք եւ այդ նիկոլականներին, նիկոլապաշտներին այդ խնդիրը մենք թե ոնց ենք դրանց հետ ապրելու Հայաստանում։ Սա մեծ առանձին խնդիր է, որ մենք առանձին քննարկման թեմա պետք է անցկացնենք հունիսի 7-ից հետո։ Այսինքն պարոն Բազարյան, հաջողվում է սրանց Եվրոպայով մոլորեցնել ժողովուրդը։ Գիտեք, ես քեզ մի բան ասեմ, էլի, ես այնուամենայնիվ համոզված եմ, որ մարդը անասունից տարբերվում է բանականությամբ։ Նույնպես եմ կրկնում, ես չեմ կարող կոչ անեմ, որ մեր ոչխարները հարգելի հավերը, կովերը գնան ընտրության։ Ես չեմ կարող այդպես բան առաջարկեմ, որտեղ իրանք չունեն բանականություն։ Ցավոք սրտի ընտրական իրավունք էլ չունեն, որ գնան ընտրեն, որտեղ իրանք չեն գիտակցում թե որն է լավ կամ վատ։ Բայց մարդը, որը տարբերվում է անասունից եւ ունի բանականություն, ինքը տեսել է թե ինչ է կատարվել 22 թվականին։ Տեսել է թե 23 թվականին ինչ կատարվեց Արցախի հետ կապված։ Հիմա որ տեսնի, որ նույն Մակրոնը, որ 22 թվականին գնաց Քավոր կանգնեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձնելու եւ արդյունքում Հայաստանի հայերի տեղահանման համար հիմա եկել է ստե գովաբանում է նույն Նիկոլ Փաշինյանին, այս մարդիկ Հայաստանն են ուզում սարքեն այդպիսի զոհասեղանի վրա են ուզում դնեն։ Այսինքն փաստորեն այն շքանշանը, որ Մակրոնը ստանում է Նիկոլ Փաշինյանից, մեր անունից, այդ նույն շքանշանը պետք է ստանալ, ասենք Թալատ Փաշյան, Էնվեր Փաշյան, տրամաբանական էր։ Ես ուզում եմ մեր ֆրանսիացի ժողովրդին դիմեմ, հարգելի ֆրանսիացի ժողովուրդ։ Ես մեզ հարգում եմ ձեզ, որտեղ իսկապես ես հայ եմ եւ հպարտանում եմ, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հավերժ եղել է եւ կա եւ կմնա, բայց ես ուզում եմ իմանաք, որ մեր մոտ Հայաստանում իշխում է ֆրանսիական Պետենը, դուք գիտեք ով է եղել Պետենը, հիմա դուք հպարտանում եք Շարլ դե Գոլով, բայց դուք ամոթ եք զգացել, որ դուք ունեցել եք այնպիսի ղեկավար, ինչպես եղել է Մարշալ Պետենը, չէ՞։ Հիմա հարց, դուք ձեր այսօրվա ղեկավարը գալիս է մեր հայկական Պետենին գովաբանում է եւ հայկական Պետենը ձեր Մակրոնին շքանշան է տալիս։ Մեր այնպիսի վիրավորանք, որ ես եմ զգում դրանից, ուղղակի գոյություն չունի։ Ես իհարկե նույնպես մեծ հարգանք ունեմ եւ մեծ շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ դուք միջավայր ստեղծեցիք, որ հայերը ծաղկեն Ֆրանսիայում։ Ֆրանսիան ծնեց Շարլ Ազնավուր, Միշել Լեգրան, Ջորկաև, Սիլվի Վարդան, Կարվարենց, բազմաթիվ հայեր, որ ես հպարտ եմ ուրախ եմ, որտեղ մենք նույնպես եմ ասում, մենք արժե համակարգային իմաստով, մեր հոգեվորական, բարոյական իմաստով, մենք բոլոր ամեն ինչով մենք շատ նման եւ շատ նույն ճանապարհով մտածող ժողովուրդ ենք, բայց
լինում են դեպքեր, երբ որ առանձին ժամանակահատվածում մենք ողբերգություն ենք ապրում, ինչպես դուք ապրեցիք ողբերգություն 40 թվականներին, երբ որ նացիստական Գերմանիան օկուպացրեց ձեզ, մարշալ Պետենին դրեց, եւ դուք խայտարակ ժամանակ ապրեցիք, հիմա նույն խայտարակ ժամանակ ապրում ենք մենք։ Սա է խնդիրը, եւ ուզում եմ որ դուք իմանաք, որ մենք ինչ զգացում ունենք, երբ որ փաստացի այս մեր Պետենը ձեր Մակրոնին շքանշանա տալիս։ Սա է հարցը։ Եվ պարոն Բոզյան, կուզեմ ավելի լայնած բացատրեք, ինչ կսպասվի մեզ Հայաստանի եւ հայ ժողովրդին Զելենսկիի հայտարարությունները գալը, Մակրոնի այս հայտարարությունները, մեր հիմնական դաշնակից Ռուսաստանը ինչ քայլերի։ Տեսեք, ես sense ձևակերպեմ։ Մեր ժողովուրդը կանգնած է հունիսի 7-ին ընտրության առաջ։ Եթե մենք ընտրում ենք կյանքը, իսկ կյանք ընտրել դա նշանակում է ընտրել ցանկացած քաղաքական ուժ, բացառությամբ Նիկոլ Փաշինյան, ցանկացած քաղաքական։ Ես ինքս ներկայացնում եմ Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանը ինքնուրույն չի մասնակցում, որտեղ մենք չենք դրել 4-5 պատգամավոր ունենալու խնդիր, որտեղ մեր համար սա քաղաքական ընտրություն չի, սա ազգային ազատագրական ընտրություն է։ Դա համար մենք հայտնի են 3 ուժերից մեկի հետ միացել ենք, Բարգավաճի հետ միացել ենք, լավ ծրագիր ենք առաջարկել, որպեսզի դուք ընտրություն կատարեք, բայց ես նույնպես եմ կրկնում, իմ համար անձամբ ես ավելի կարևորում եմ, որ հավաքական ընդդիմությունը մեծ հաղթանակ տանի եւ հավաքական ընդդիմության արդյունքում Հայաստանը փրկվի այս խայտարակությունից։ Եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց հունիսի 7-ին, ապա ես նույնպես եմ կրկնում, մենք մտնելու ենք դժոխքի ժամանակահատվածում։ Դժոխք սկզբից տնտեսական սոցիալականից, գազի գինը 3 անգամ կբարձրանա, հացահատիկի խնդիր կառաջանա, սովի խնդիր կառաջանա, մենք կհայտնվենք 90 թվականների էներգետիկ ճգնաժամի տակ կհայտնվենք, որտեղ ամիջը մեզ Ռուսաստանից է կախված, հետո կավարտվի Ադրբեջանի ներխուժման արդեն բուն Հայաստանի տարածք, որից հետո դուք արդեն հետ դարձի հնարավորություն չեք ունենա։ Դուք արդեն հետ դարձի ճանապարհ չեք ունենա։ Ինչպես որ հիմա Ղարաբաղցիները հասկացել են, որ հետ դարձի ճանապարհ չեն կարող ունենալ, որտեղ այն թղթերը, որ Եվրոխորհրդանը ընդունում է, դա զուգահեռ թղթից շատ չի տարբերվում, հարգելի ժողովուրդ։ Նույնը սպասվելու է Հայաստանին։ Դուք ձեզանից է սպասվելու։ Ձեր երեխաների ապագան, ձեր ապագան կախված է այն ընտրողներից, ովքեր կընտրություն կատարեն։ Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք դեռ չեն գիտակցել այդ ամեն ինչը, այդ մարդիկ ձեզ վնաս են տալու, ձեր երեխաներին վնաս են տալու, դուք իմացեք։ Չկա ընկեր, բարեկամ, հարևան բան։ Դուք պետք է հասկանաք, մենք պետք է միասնական համակ դառնանք, եւ որպեսզի մենք հասկանանք, որ մենք ուզում ենք ապրենք։ Մենք հիմա պետք է ապրենք, պետք է ընտրենք ապրելու ընտրություն կատարենք, ոչ թե մեռնելու ընտրություն։ Սա է խնդիրը։